ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք բանակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հետ չառնչվող հարցերի շուրջ։ Ոչ, ասել է Թրամփը Time ամսագրին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ բանակցում է այլ հարցերի շուրջ բացի Ուկրաինայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ իր նախագահության օրոք հնարավոր է խաղաղության հասնել Ուկրաինայում։ Կարծում եմ, որ քանի դեռ ես նախագահ եմ, Ուկրաինայում խաղաղության հասնելը հնարավոր է, շատ հավանական է, եթե մեկ ուրիշը նախագահ լինի, դա անհնար է, ասել է Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում։ Ուկրաինական կարգավորման հակառաջարկով Եվրոպան եւ Ուկրաինան պահանջում են, որ սահմանափակումներ չլինեն ուկրաինական տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայման սպառազինության եւ գործողությունների վրա։ Հայտնում է Reuters-ը վկայակոչելով իր ձեռք բերած փաստաթուղթը ոչ մի սահմանափակում Ուկրաինայի տարածքում բարեկամ օտարերկրյա ուժերի ներկայության սպառազինության եւ գործողությունների համար, ասվում է փաստաթղթի նախագծում։ Բրիտանական Telegraph թերթը հրապարակել է Կիևի կողմից ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ փաստաթղթի մանրամասները, որը թերթի պարունակում է մի շարք պահանջներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, այդ թվում Վաշինգտոնի հրաժարումը բանակցային գործընթացում առանցքային դեր խաղալուց եւ այն Կիև տեղափոխել է։ Հրատարակության համաձայն Կիևը Թրամփին է փոխանցել հակամարտությունը լուծելու պահանջներով փաստաթուղթ բաղկացած 5 կետից։ Առաջին եւ երկրորդ կետերը կոչ են անում խաղաղ համաձայնագիր կնքել միջազգային իրավունքի վրա հիմնված ոչ թե կապիտուլյացիայի։ Բացի այդ, ուկրաինական կողմը պնդում է հստակ անվտանգության երաշխիքների կարևորությունը որպես պոտենցիալ խաղաղ համաձայնագրի գին, որով Ուկրաինան շրջանները կզիջի Ռուսաստանին։ Երրորդ կետը բանակցությունները Թրամփից խլելու եւ Ուկրաինան խաղաղ գործընթացի կենտրոն վերադարձնելու փորձ է, գրում է թերթը։ Ղրիմի թերակղզին կմնա Ռուսաստանի դաշտության մաս Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի շրջանակներում, այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Time ամսագրի համար տված հարցազրույցի ժամանակ Ղրիմը կմնա Ռուսաստանի դաշտության կազմում, ասել է պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես լավ է հասկանում այս փաստը։ Հարավային Կորեան խնդրել է Միացյալ Նահանգներին բացառություններ անել հարավկորեական ապրանքների համար սահմանված իր սակագնային քաղաքականությունից եւ փոխարենը առաջարկել է համագործակցություն էներգետիկայի եւ նավաշինության ոլորտներում։ Այս մասին հաղորդում է TASS-ը։ Հրատարակությունը նշում է, որ երկու երկրների միջև խորհրդակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում ապրիլի 24-ին։ Միջոցառման ժամանակ Հարավային Կորեայի առևտրի նախարար Ան Դեոկ Գյունը առաջարկել է տարբեր երկկողմ նախագծեր, որոնք ուղղված են ամերիկյան նավաշինության վերականգնմանը, առևտրին եւ Կորեայի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարելավմանը։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են կազմակերպել Կիևին զենքի մատակարարումների եւ երրորդ երկրներին փոխանցված զենքի վերավաճառքի գործընթացի համատեղ աուդիտ։ Այս մասին հայտնել է Պետդումայի падգամավոր Ադալբի Շխագոշևը։ Այս աուդիտը կարող է դառնալ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ նախագիծ, հաշվի առնելով Ռուսաստանի դաշտությունում ուկրաինական զենքի արտահոսքի վերաբերյալ տեղեկատվության ծավալը։ Ընդգծել է նա, ինչպես հիշեցրել է падգամավորը, տեղեկություններ են հայտնվել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Հարավային Աֆրիկա կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կարող է նրանից բացատրություն խնդրել Աֆրիկայում զինյալներին զինելու գործում Ուկրաինայի ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ։ Բացի այդ, Շխագոշևի խոսքով Կիևի կողմից Աֆրիկայում եւ Մերձավոր Արևելքում գտնվող զինյալներին տրամադրվող ռազմական օգնությունը սկսում է համակարգային բնույթ ստանալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այսօր մենք հարց ունենք, որը կապված է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հետ, նշել է Ռուսաստանի նախագահ հանդիպման սկզբում։ Միջոցառման մասնակիցները լսել են արդյունաբերության եւ առևտրի նախարարության ղեկավար Անտոն Ալիխանովի եւ գլխավոր դատախազ Իգոր Կրասովի զեկույցները։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Միխայել Միշուստինը, Դաշնային ժողովի վերին եւ ստորին պալատների ղեկավարներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վիչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը եւ այլ գործիչներ։
Ներկայումս Ռուսաստանը, ինչպես Խորհրդային Միությունը, հայրենական մեծ պատերազմի տարիներին պայքարում է նացիզմի դեմ։ Նման պատմական զուգահեռ է անցկացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այսօր մեր երկիրը կրկին առաջնագծում է նոր դիմակ կրող նացիզմի դեմ, ասել է քաղաքական գործիչը։ Հատուկ ռազմական գործողության ճակատներում ռուս զինվորներն ու սպաները ցույց են տալիս, ինչ պատիժ է սպասվում նրանց, ովքեր մոռացել են պատմության դասերը, նշել է նա։ Ռուսաստանը թույլ չի տա վերանայել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ընդգծել է Մեդվեդևը։ Որոշ ուժեր շահագրգռված են Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունների սրմամբ, սակայն Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը խաղաղ ավարտվի։ Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը չբարթանա։ Այսօր, ինչպես միշտ, կան ուժեր, որոնք փորձում են ուռճացնել այդ հակամարտությունը, իսկ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի եւ Հնդկաստանը, եւ Պակիստանը նստեն սեղանի շուրջ եւ պայմանավորվեն, ասել է Չեպան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին մեղադրել է Ռուսաստանի հետ կոնֆլիկտ սանձազերծելու մեջ։ Նրա խոսքերը մեջ բերել է Times-ը։ Թրամփը հավելել է, որ հակամարտության պատճառը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունն է։ Թրամփը մինչ այդ ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի կնքմանը։ Այժմ Միացյալ Նահանգների նախագահը հիմնական խոչընդոտը համարեց Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը, որի հետ, ինչպես նա կարծում էր, ավելի հեշտ կլինի։ Չնայած դաշնակիցների կողմից դիվանագիտական ջանքերին եւ ճնշումներին, Կիևը մերժում է Վաշինգտոնի առանցքային առաջարկները, ներառյալ Ղրիմի հնարավոր ճանաչումը որպես Ռուսաստանի մաս։ Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գովել է Թրամփի այն ըմբռնումը, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ընդունումը կրիտիկական սխալ եւ սպառնալիք կդառնա ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Reuters-ը հրապարակել է փաստաթղթեր, որոնք բացահայտում են Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների միջև լուրջ տարաձայնությունները, կապված Ռուսաստանի դեմ պատերազմի դադարեցման խաղաղ բանակցությունների շուրջ։ Փարիզում եւ Լոնդոնում անցկացված բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների առաջարկները ներկայացված նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտքոֆի կողմից բախվել են ուկրաինական եւ եվրոպական կողմերի հակառաջարկներին։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են տարածքային վերահսկողությանը, անվտանգության երաշխիքներին, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին եւ Ուկրաինայի զինված ուժերի կազմին եւ ազատությանը։ Միացյալ Նահանգների առաջարկը նախատեսում է իրավական ճանաչում տալ Ռուսաստանի վերահսկողությանը Ղրիմի նկատմամբ եւ փաստացի վերահսկողությանը Ուկրաինայի հարավային եւ արևելյան որոշ հատվածների վրա, ինչպես նաեւ վերացնել 2014 թվականից ի վեր սահմանված պատժամիջոցները։ Ի հակադրություն, ուկրաինական եվրոպական փաստաթուղթը հետաձգում է տարածքային հարցերի լուծումը մինչև հրադադարի հաստատումը եւ առաջարկում է աստիճանական պատժամիջոցների մեղմացում խախտումների դեպքում վերականգնման հնարավորությամբ։ Այն նաև առաջարկում է համապարփակ անվտանգության երաշխիքներ, ներառյալ ՆԱՏՕ-ի նման պաշտպանական պարտավորվածություններ եւ թույլ է տալիս ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուժերի ներկայություն Ուկրաինայում։ Փաստաթղթերը վկայում են, որ սա ամենահամապարփակ դիվանագիտական ջանքն է Ռուսաստանի 2022 թվականի ներխուժումից ի վեր։ Սակայն տարածքային զիջումների, Ուկրաինայի ռազմական ինքնավարության եւ տնտեսական փոխհատուցումների շուրջ առկա խորը տարաձայնությունները ընդգծում են խաղաղ բանակցությունների բարդությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հետաքննել այլ անձանց անունից կատարված ենթադրաբար անօրինական քաղաքական նվիրատվությունները։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում։ Նա խնդրել է Բոնդին համագործակցել ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ եւ օգտագործել բոլոր իրավական լիազորությունները առցանց դրամահավաք հարթակների օգտագործումը հետաքննելու համար։ Հուշագրում նաեւ ենթադրվում է, որ նման նվիրատվությունները կարող էին կատարվել կեղծ հաշիվներից, հնարավոր է նվեր-քարտերի կամ նախապես վճարված վարկային քարտերի միջոցով ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա ազդելու մտադրությամբ։ Ապրիլի 25-ի առավոտյան Մերձ Մոսկովյան Բալաշիխա քաղաքում բնակելի շենքի մոտ ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Հայտնում է RBC-ն։
Ըստ տվյալների Նեստերովի բուլվարի երկրորդ տան մոտ կայանված ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ զինվորականն անցնում էր նրա կողքով։ Մեքենայի ներսում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակա կարգով։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել է մոտակայքում գտնվող տան մի քանի հարկերի պատուհանները։ Քննչական կոմիտեում հաստատել է Մոսկալիկի մահը եւ հայտնել սպանության եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Ուկրաինան երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում. «Չեմ կարծում, որ նրանք Ուկրաինան երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին», նշել է նա։ Ավելի վաղ Reuters-ը հրապարակել էր ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկի նախագիծը, որը գործակալության պատրաստել է ԱՄՆ-ն։ Փաստաթղթի համաձայն Ուկրաինան հրաժարվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հավանություն է տվել Կիևի մտադրությանը աշխատելու Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննարկելու Սպիտակ տան առևտրային մաքսատուրքերը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։ Սի Ցзինփինը զանգել է. «Ես չեմ կարծում, որ սա նրա կողմից թուլության նշան է», նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իրենք քննարկել են առևտրային գործարքը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը նախ կզանգահարի Սի Ցзինփինին, ԱՄՆ նախագահը բացասական պատասխան է տվել, միաժամանակ խուսափելով պատասխանելուց, թե արդյոք դա համարվում է թուլություն։ ԱՄՆ-ն իր մտադրությունն է հայտնել փաստացի ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Զապորոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի տարածքների նկատմամբ որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման մի մաս։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով ապրիլի 17-ին Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովի ներկայացրած նախագիծը։ Փաստաթղթի համաձայն ԱՄՆ-ն նաեւ նշել է, որ պատրաստ է դե յուրե ճանաչել Ռուսաստանի իրավասությունը Ղրիմի նկատմամբ։ Միաժամանակ համաձայնագրի նախագծում նշվում է, որ Խարկովի մարզի տարածքը եւ Զապորոժիեի ատոմակայանը պետք է վերադարձվեն Ուկրաինայի վերահսկողությանը եւ Կիևին նույնպես հնարավորություն կտրվի անցնել Դնեպր գետով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն գործարք կկնքի Իրանի հետ։ Ոչ ոք չի կարող դա անել, ասել է ամերիկացի առաջնորդը Time ամսագրին տված հարցազրույցում։ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է RBC-ն։ Կրեմլը հրապարակել է Կրեմլում Ուիթքովի եւ Պուտինի հանդիպման մեկնարկի տեսանյութը, նրանք ողջունել են միմյանց անգլերեն լեզվով։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ պետության ղեկավարի ներդրումային եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Իսկ այժմ եղանակի մասին։ Շրջանների զգալի մասում եւ Երևանում սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ից ցերեկը կնվազի 2-ից 3 աստիճանով։